Ողջունում եմ գործարարիքի միացած մեր լսողներին եւ դիտողներին, հիշեցնում, որ մեզ լսում եք 106 եւ 5 հաճախականությամբ։ Այս պահին մենք սկսում ենք թարմուղեղով զրույցը, իսկ մեր տաղավարում Լուսավոր Հայաստան կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաչակյանն է։ Ողջույն, պարոն Խաչակյան։ Շնորհակալ եմ, որ դուք այսօր մեր տաղավարում եք։ Նախորդ օրվա իրադարձությունները բավականին բովանդակալից էին եւ կարեւոր նշանակություն ունեն մեզ համար, մեկը մեկից շատ, բայց ինչպես դուք ասացիք, երևի ամենակարևորը հենց այն էր, ինչ որ կարծես թե արդեն ստորագրվում է եւ համաձայնություն կա Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության մասով, չնայած որ Հայաստանը դժգոհություններ հայտնեց, որ դա պիտի համատեղ հայտարարվեր, բայց ադրբեջանական կողմը ավելի այսպես մեկ քայլ առաջ էր դրել ու ավելի շուտ էր սկսել լուրը հայտնել։ Ինչ կարող է լինել, ինչպես ստացվեց, որ միանգամից այս համաձայնությունը տեղի ունեցավ եւ դրանքից սահմանադրության մասին խոսակցությունները ինչ են ենթադրում։ Եկեք նախ իրավիճակը ճիշտ գնահատենք այն մասով, որ սա ոչ թե բանակցությունների ընթացքում փաստաթղթի համաձայնեցում էր, այլ ինչպես հայտարարվեց եւ հայկական կողմն էլ ընդունեց, Ադրբեջանի կողմից վերջին երկու չհամաձայնեցված կետերի վերաբերյալ առաջարկի հայկական կողմից ընդունումներ, այսինքն Հայաստանը ընդունեց վերջին երկու կետը, ինչը պահանջում էր Ադրբեջանը եւ դրանով համարվեց, որ ամբողջ փաստաթուղթը համաձայնեցված է։ Արդեն լիարժեքություն է մտցվում այստեղ։ Այսինքն նախ եկեք այստեղ ընդունենք, որ դա ոչ թե մի փաստաթուղթ է, որը արտացոլում է հայկական շահը, այլ պարզապես Ադրբեջանը ի սկզբանե ներկայացնելով իր նախագիծը, կետ առ կետ Հայաստանին այս կամ այն եղանակով պարտադրել է յուրաքանչյուր կետի համաձայնեցում եւ վերջին երկու կետն էլ փաստորեն հայկական կողմը զիջել է եւ առաջարկել է համատեղ հայտարարությամբ հանդես գալ, որ կարծես մենք համաձայնեցրել ենք ավելի պոզիտիվ ֆոն տալու սրան եւ այդտեղ եւս ձախողել է եւ Ադրբեջանը Ջեյհուն Բայրամովը միակողմանիորեն հայտարարել է, որ հայկական կողմը ընդունել է Ադրբեջանի վերջին երկու պահանջները, առաջարկները եւ անգամ այդ համատեղ հայտարարությունը չի եղել։ Սա խոսում է այն մասին, որ ամեն դեպքում համագործակցությունը չի ստացվում լիարժեքորեն եւ ադրբեջանական կողմը միշտ փորձում է իրեն ավելի վեր պահել եւ ինքնուրույն որոշումներ կայացնել եւ ինքնուրույն դրանք հրապարակել։ Սա դիվանագիտական ֆիասկո է պարզապես, երբ անգամ համատեղ հայտարարություն քո վիզավիից չես կարողանում ստանալ, երբ դու զիջում ես երկու կարևորագույն կետ։ Բայց սա հարցի մի կողմն է։ Եկեք երկու հստակ բաժանում անենք։ Դուք ասացիք, որ մոտ է ստորագրումը, ոչ, ստորագրման մասին խոսք չկա։ Նախ խոսք կա նրա մասին, որ խաղաղության համաձայնագրի նախագիծը այնպես ինչպես ցանկանում էր Ադրբեջանը, դա ստացավ։ Չի նշանակում, որ մոտ է։ Ոչ, որովհետև Ադրբեջանը շատ հստակ դնում է հաջորդ պահանջը եւ ուղիղ հայտարարում է դրա մասին, որ դա նախապայման է։ Եվ հայկական կողմը առ այս պահը չի հերքել, որ դա նախապայմանն է, եւ իմ մոտ տպավորություն է, որ դա համաձայնեցված նախապայման է, այն է Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխումը, որը ես եւ գործնականում եւ տեսականորեն անհնար եմ համարում իրագործման իմաստով։ Բայց քանի որ սրա մասին Փաշինյանը արդեն խոսել է եւ ընդունել է, որ պարտավորվում է դա փոփոխել, բազմաթիվ ելույթներ է ունեցել դրա հիման վրա, հիմա չի էլ կարող ասել, որ ես այդ նախապայմանը չեմ ընդունում։ Իսկ ինչու եմ ես համարում, որ սա անհնարին նախապայման է, որովհետև կասկած չունեմ, որ Փաշինյանի լեգիտիմությունը այս պահին եղած չի բավականացնում նման սահմանադրական փոփոխություն անցկացնելու։ Սահմանադրական փոփոխություն հնարավոր է անցկացնել 25% նվազագույն շեմով ընտրողների իրավունք ունեցող անձանց։ Դա ավելին է, քան 650,000 ընտրողը։ Փաշինյանը ինքը այդքան ձայն չունի, ուր մնաց կարողանա սահմանադրությանը այդքան ձայն հավաքել, ինչը նշանակում է, որ նա մեր երկիրը մցրել է դիվանագիտական փակուղու մեջ, որը հետագայում սարսափելի հետևանքներ է ունենալու։ Ինչ հետևանքներ կարող են լինել, եթե խոսենք հետևանքներից։ Տեսեք, եթե քննարկման ընթացքում խաղաղության պայմանագրի կետ առ կետ Հայաստանը իր ընդդիմախոսությունը հայտներ եւ ասեր, որ մեզ համար
անընդունելի է սահմանափակումը, օրինակ երրորդ երկրների ուժերի տեղակայման փոխադարձ սահմանին, այդ ինչ սահմանափակում է։ Դա լեգիտիմ սահմանափակում է, այսինքն Հայաստանի Հանրապետությունը իր տարածքում իրավունք չունի այլ ուժեր հրավիրել, տեղակայել, հա, դա ակնհայտ է, չէ՞ որ լեգիտիմության։ Դե երբ 20 թվականին կապիտուլյացիայի մասին խոսվում էր, սա ակնհայտ հետևանքներն են դրա, եթե այն ժամանակ մերժվում էր դա, սա ենթադրում է, որ իսկապես թե իշխանության անելիքները եւ թե ամբողջ պարտականությունը, ինչ որ պետությունը ինքն է որոշում, դա անցնում է այլ պետության վերահսկողության տակ, ճիշտ եմ ես հասկանում։ Եկեք այսպես ֆիքսենք, սահմանափակվում է Հայաստանի սուվերենությունը իր տարածքում որոշումներ կայացնելու մասով։ Տվյալ դեպքում այլ երկրի ուժ տեղակայելու։ Հիմա Հայաստանում գործում է 102-րդ ռազմաբազան, որը ես կարծում եմ, որ մեր անվտանգային ճարտարապետության կարևորագույն հենասյուներից մեկն է։ Հիմա փաստորեն պարզվում է, որ Ադրբեջանի հետ սահմանին մենք ոչ միայն իրավունք չունենք ուժեր տեղակայելու, այլև այդ ուժի տակ անգամ ընկալվում է եվրոդիտորդների ներկայությունը, որը ուժ չի համարվում, հասկանում եք ինչ մեկնաբանությամբ է այս պահանջը ընդունվել։ Բայց վերադառնալով նախնական հարցին, ստացվում է, որ Հայաստանը փոխանակ այս մասով քննարկումները ծավալեր եւ իր լեգիտիմ պահանջները դներ, որտեղ ուներ լեգիտիմ պահանջ, հրաժարվել է դրանից, համաձայնել է Ադրբեջանի առաջարկներին եւ համաձայնել է նաեւ, որ պետք է սահմանադրությունը փոփոխվի։ Հիմա եթե առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանը դա չի իրականացնում, Ադրբեջանը միջազգային հարթակներում հանդես գալու է հետեւյալ տեքստով, որ Հայաստանը ձգձգում է խաղաղության պայմանագրի ստորագրումը, որովհետեւ հրաժարվում է կատարել այն նախապայմանը, որը իրենք համատեղ համաձայնեցրել են եւ որը Փաշինյանը ընդունել է տարբեր եթերներում, տարբեր տեքստերով։ Ընդունել է, որ սահմանադրությունը պետք է փոխվի։ Հետևաբար Ադրբեջանը մեզ մեղադրելու է, որ մենք չենք գնում խաղաղության պայմանագրի ստորագրման եւ ձգձգում ենք այն նախապայմանը, որը ի սկզբանե համաձայնեցված էր։ Դա լինի այս տարի, լինի մյուս տարի, իրենք մեզ են արդեն մեղադրելու։ Եթե մենք ինչի ընթացքում իրենք ակտիվորեն պատրաստվում են նոր պատերազմի։ Դա Եվ այդ ձգձգումները նաեւ այսպես ժամանակ շահելու միջոց են կարծում։ Դա հարցի այլ կողմն է, որ իրենք պատրաստվում են պատերազմի, մենք դա առիթ ունեցել ենք քննարկելու, բայց հիմա դիվանագիտական հարթության մեջ բազային հարցերում մենք պարտություն կրեցինք։ Բազային հարցերում մենք մտցրել ենք երկիրը այնպիսի փակուղի, որտեղ ես չգիտեմ ինչպես պետք է պատասխանենք Ադրբեջանի այդ փաստարկներին։ Պատկերացրեք Բայրամովը գնա երկրից երկիր կամ Ալիևը եւ ասի, որ խաղաղության տեքստը համաձայնեցված է, բայց համաձայնեցված է նաեւ, որ Հայաստանը պետք է հրաժարվի տարածքային պրետենզիաներից սահմանադրության փոփոխման տեսքով։ Եվ չի անում դա Հայաստանը։ Հայաստանը ինքը ընդունել է, ասում է, այո, մեր սահմանադրության մեջ կա։ Բարդվում է Հայաստանի վրա, Հայաստանի իշխանությունների անմտության շնորհիվ։ Բայց այնպիսի մի իրավիճակում, որ տաղանդ էր պետք ունենալ, այսպիսի փակուղի երկիրը մտցնելու համար։ Եվ սա հիմա էլ փորձել ներկայացնել որպես հաղթանակ, դա պարզապես ցինիզմի գագաթնակետն է։ Այսքան խաբել մարդկանց, որ սա ձեռք բերում է խաղաղությանը, մենք երբեք այսքան մոտ չենք եղել։ Սա խայտարակություն է։ Այդ փաստաթուղթը հիմա մեկը կասի կապիտուլյացիա, մեկը չի ասի կապիտուլյացիա, եթե համեմատենք վերջին նոյեմբերի 9-ից էլ հետ գնանք, հա, ասենք համեմատենք Ալեքսանդրապոլի պայմանագրի հետ, այնտեղ սահմանափակվում էր հայկական զորակազմի թիվը, այստեղ սահմանափակվում է, որ մենք մեր տարածքում իրավունք չունենք օտար պետության զորքեր տեղակայել։ Սակայն ինչ տարբերություն։ Գրեթե չկա տարբերություն, չէ՞։ Դե նույնը բովանդակ տեխնիկական տարբերություններ են։ Այո, ինչ որ տեխնիկական տարբերություն, բայց բովանդակային իմաստով մենք նույն իրավիճակում ենք։ Դուք հասկանում եք, երկրի սուվերեն իրավունքն է իր երկրում տեղակայել որևէ այլ օտար ուժեր։ Գերմանիայի տարածքում այսօր կան այլ երկրի ուժեր, Գերմանիայի տարածքում։ Հարավային Կորեայի տարածքում կան ամերիկյան ռազմաբազաներ։ Սա նորմալ բան է, երբ դու քո անվտանգությունը պայմանավորում ես այլ գերտերության ներգրավվածությամբ, շատ նորմալ, բնական եւ Հայաստանի պարագայում անհրաժեշտ բան է։ Հիմա մենք դրանից հրաժարվել ենք նաեւ մեր միջազգային հայցերից, այսինքն ըստ էության ասում ենք, որ պատրաստ ենք այդ հայցերը հետ քաշել, պատրաստ ենք հրաժարվել Մինսկի խմբից, դիմացը ստանալով ինչ։ Լավ, այդ զիջումները
ամբողջությամբ արվեցին։ Ինչ դիմացը ստացան։ Բայց ինչպիսի խաղաղություն այդտեղ հարց կա էլի ամեն դեպքում։ Խաղաղություն ասելով ինչ է հասկանում իշխանությունը։ Խաղաղություն ասելով իշխանությունը առնվազն պետք է հասկանար, որ Ադրբեջանը ճանաչել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Նման դրույթ այդ փաստաթղթում համաձայնեցված արկա չէ։ Հայաստանը ինքը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ չի ստացել փոխադարձ ճանաչում Ադրբեջանի կողմից։ Եվ Փաշինյանը օրեր առաջ հայտարարեց, որ ինքը ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ճանաչել է դրանով Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Այս հիմար բառախաղը, որ մենք թողնենք մի կողմ, ստացվում է մի իրավիճակ, եղբայր, դու որ ճանաչել ես իրենցը, դա իրենց պահանջն է եղել։ Մեզ անհրաժեշտ է, որ իրանք մեզ ճանաչեն, ոչ թե դու մեզ ճանաչես։ Եվ ինչպես մենք տեսնում ենք, աշխարհի աչքին լավը Երևանը միշտ չի որ արդարացվում է հետագայում եւ ցույց տալ, որ մենք այո խաղաղասեր ազգ ենք, մենք փորձում ենք ամեն ինչ անել հանուն խաղաղության, տարածաշրջանային խաղաղության, չի ստացվելու։ Աշխարհի առաջ այս ինչ որ մենք հիմա ցուցադրում ենք, որ համաձայնեցրեցինք, շատ լավ է, ձեռք բերում է, աշխարհին տալիս է մեսիջ, որ Հայաստանը ամբողջությամբ ընդունում է եւ իր համար ընկալելի են բոլոր այն զիջումները, որոնք արվեցին Ադրբեջանին, եւ ընկալելի են նաեւ Ադրբեջանի այն պահանջները, որոնք հնչում են Մինսկի խմբից հրաժարում եւ հաջորդը սահմանադրության փոփոխություն։ Դե Փաշինյանը ամիսներ առաջ կարծեմ դրա մասին խոսեց ու ասաց, որ մենք պատրաստ ենք այս խաղաղության բովանդակությունը հստակեցնելու համար գնալ այդ որոշումներին եւ իսկ ինքը այդ որոշման գնալու հնարավորություն ունի թե ոչ։ Ինչպես է ինքը իրականացնելու այդ հանրաքվեն։ Ես ձեզ վստահեցնում եմ, այդ հանրաքվեն հայտարվի վաղը, թե 1 տարի անց չի անցնելու նման հանրաքվե։ Դա բացառված բան է։ Եթե մասսայական ընտրակեղծիքներ չլինեն, չի կարող դա անցնել։ Անկամ եթե Փաշինյանը Ինչու՞ լինեն, պարոն Խաչակյան, հարցը այդտեղ է։ Այսինքն այսպես ռետորական հարց է, էլի։ Շատ լավ։ Հիմա եթե Փաշինյանը պատրաստ է այդ գնով դա անել, դա այլ հարց է։ Չէ, գիտեք, ինձ թվում է իր պլանը բոլորովին այլ է։ Իր պլանը իմ կարծիքով մինչև 26 թվականը խոսելն է նրա մասին, որ մենք վերջապես համաձայնեցրել ենք խաղաղության տեքստը եւ 26 թվին, եթե ստանանք վստահության քվե, նաեւ կկարողանանք իրականացնել սահմանադրական փոփոխություններ եւ վերջնականապես ստորագրել խաղաղության համաձայնագիրը։ Այս ամենը, այս զիջումները ինչ որ արվում են, 26 թվին մարդկանց քվեն կորզելու միջոց է խափեությամբ, ասելով, որ գիտեք, այս թուղթը, որ համաձայնեցված է, սա ըստեյության մեր խաղաղության պայմանագիրն է, որը չի ստորագրելու Ադրբեջանը։ Իսկ իրենց հաշվարկներում չկա, եթե պատերազմ սկսվեց մինչև 20 թվական։ Դրա համար ամեն ինչ անում են, որ չլինի։ Ինչպես են անում, որ պատերազմ չլինի, ընդունելով Ադրբեջանի բոլոր պահանջները։ Ախր դրանք զիջումներ էլ չեն, Զիջում դա այն է։ Արժանապատվության զիջում։ Դե արժանապատվությունը վաղուց է զիջված։ Հայաստանը արդեն ինչքան ժամանակ է անարժանապատիվ երկիր է դարձել։ Իր անձնագիրը կրող քաղաքացիներին Բաքվում դատում են։ Ոչ մի ծպտուն։ Մի պաշտոնական արձագանք է հնչում, եթե դա կարելի է պաշտոնական արձագանք համարել, մարդու իրավունքների պաշտպանի կողմից, ով ասում է, որ էթնիկ հայերին, որ Բաքվում դատում են, մենք ուշադրությամբ հետևում ենք գործընթացին։ Հասկանում եք, նրանք էթնիկ հայեր չեն միայն, նրանք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, որոնցից ձեռքերը Հայաստանը լվացել է։ Իշխանության ներկայացուցիչները հաճախ ասում են, մենք չենք խոսում չվնասելու համար։ Արդյոք այդ մեթոդը այս անգամ եւ այս իրավիճակում ընդունելի տարբերակ է, այսինքն չխոսել չվնասելու համար։ Եթե մենք ուշադիր լինենք, տեսնում ենք, որ խոսել թե չխոսել միևնույն է, այդ մարդիկ զրկանքների, տանջանքների մեջով են անցնում ու չխոսելով ինչ որ բան չի էլ փոխվում։ Իրենք ոչ թե չեն խոսում միայն մեր հայկական մամուլում, հարցազրույցներում, ելույթներում, իրենք Ադրբեջանի հետ այդ հարցը չեն քննարկում։ Իրենք համարում են, որ դա ամբողջությամբ Ադրբեջանի իրավասության ներքո է։ Եվ քանի որ իրենք այդպես են համարում, վերջին Ադրբեջանի հայտարարությունները ինչպիսին են, ասում են, երեք էլ հնչեց Բայրամովի կողմից, որ դուք պետք է աջակցեք դատավարություններին եւ ավելին,
Նաև մեզ արտահանձնեք բոլոր այն անձանց, ովքեր համանման հանցագործություններ են գործել, որոնցում իրենք մեղադրում են այսօր Բաքվում դատվող Արցախի ղեկավարությունը։ Պայմանականորեն սահմանադրությունն էլ մենք փոփոխենք, իրենք տալու են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ցուցակ, ասեն արտահանձնեք։ Եթե դուք ի վերջո գնում եք խաղաղության, եթե դուք ի վերջո ընդունում եք, որ Հայաստանը օկուպացրել է Արցախի տարածքը, եթե այս ամեն ինչը ընդունում եք, ապա պետք է համագործակցեք իրականացված հանցագործությունները բացահայտելու եւ նրանց պատժելու հարցում։ Սա, այո, անինքնասեր պետության վարքագիծ է։ Այսպիսի բան, որ դու քո կապիտուլյացիան հաղթանակ ներկայացնես, դա խայտառակության գագաթն է։ Բաքվի գերիներից խոսենք, ոչ միայն զինվորականների, այլ նաև ռազմաքաղաքական ղեկավարության։ Այդ հարցը ամիսներ շարունակ քննարկվում է, Ռուբեն Վարդանյանը հացադուլի մեջ էր 22 օր, ավելի քան 22 օր, եւ վերջապես հացադուլից դուրս եկավ հայտարարություններով, որ պիտի ամեն դեպքում գիտակցական ինչ-որ փոփոխության գալ իշխանությունների հարցում, հասկանալ ովքեր են մեզ ղեկավարում եւ նմանատիպ այլ հայտարարություններով, այստեղ գիտեք ինչն է ամենաշատը ինձ հետաքրքրել, երկու ուղերձ է Ռուբեն Վարդանյանը հղել, մեկը պիտի տեղադրվի Կիրակի օրը։ Ինչու են այս ժամանակային ընդմիջումները, ինչ է կատարվում առհասարակ Բաքվում, եթե փորձենք իրավիճակը գնահատել, եւ Ռուբեն Վարդանյանի հացադուլից դուրս գալը հայտարարություն տարածել եւ դրան զուգահեռ Բայրամովի հայտարարությունը ադրբեջանական կողմից այս հայտարարությունները եղան նույն օրը։ Դրանք փոխկապակցված են միմյանց հետ, դուք ինչ ենթատեքստ եք այդտեղ տեսնում, եթե կա։ Ես չեմ բացառում, որ Ռուբեն Վարդանյանի կողմից հնչած շատ հայտարարություններ պայմանավորված են այն իրավիճակով, որում նա հայտնվել է, բայց մի բան եկեք շատ հստակ փաստենք, Ռուբեն Վարդանյանը հրապարակային, կարծում եմ, ակնհայտ է իր զրկանքների գնով հնչեցնում է ճշմարտությունը իր նկատմամբ հնչող անարդարությունների վերաբերյալ, որոնք, երբ ես ասում եմ իր նկատմամբ, ոչ թե անձնավորված է, այլ այն վերաբերմունքը, որը ցուցաբերվում է Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր պայքարել են Արցախի ինքնորոշման համար, որոնց հանդիպել են մի շարք միջազգային պաշտոնյաներ, Մինսկի խումբը։ Հիմա այդ մարդկանց աներևակայելի զրկանքների են ենթարկում եւ Ռուբեն Վարդանյանը դա ուղիղ բարձրաձայնում է, վստահ եմ սպառնալիքի տակ դնելով առնվազն իր առողջությունը եւ դա ես գնահատում եմ որպես հուսահատ քայլ ինչ իմաստով, որ տեսնում է, որ հայկական կողմից չկա որևէ շահագրգռվածություն, միջամտություն ցուցաբերելու։ Իսկ Հայաստանում կան ցինիկ դեմքեր, ովքեր ասում են, դեռ Ռուսաստանի պահանջով կամ հորդորով է նա գնացել Արցախ եւ հայտնվել Բաքվում, թող ռուսներն էլ դրանով զբաղվեն։ Այո, անինքնասեր մարդու պահվածքը հենց այսպիսին է, երբ իր մերձավորին կամ երբ իր խնամակալության տակ գտնվող անձին այսպես են վերաբերվում, քաղաքացուն ի վերջո։ Մարդով հրաժարվել է իր օտար երկրի անձնագրից, ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն եւ ինչ քաղաքական ծրագրեր ունենալով գնացել է Արցախ, ընդհանրապես էական ինչ ծրագրեր է ունեցել։ Ասենք թե ունեցել է քաղաքական ծրագիր գալ Հայաստանում դրանից հետո իշխանություն վերցնել։ Դա արգելվում է օրենքով, թե Հայաստանում իշխանություն վերցնելը մենակ Փաշինյանին է թույլատրված։ Եվ այդ մարդը զգում է, որ միակ պետական սուբյեկտը, որը պետք է իր ազատության համար կամ առնվազն իր նկատմամբ իրավապաշտպանը տեղեկացրել էր, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները առնվազն են նվազագույն քայլերը, որ պիտի անեին, ոչինչ չեն անում։ Ի տարբերություն այն խոսույթների, որոնք իշխանամերձ եւ իշխանության թիմակիցներն են հայտնում, թե մենք ամեն ինչ անում ենք, պարզապես մենք չենք բարձրաձայնում այդ մասին։ Այդ ամենը կեղծիքի դաշտից է պարզապես։ Շատ լավ, իսկ ջերմուկի սարերի գագաթներում, երբ հայ զինվորներին գերեվարված գնդակահարում են եւ դրա վերաբերյալ կան բացահայտ փաստեր, որից հետո Հայաստանը մի շարք խնդիրներով հանդերձ ընդունում է Ռոմի ստատուտը, առ այսօր չի դիմել դատարան պահանջելու քննություն, պահանջելու անպատասխան ընթացակարգ, էդ էլ չի հրապարակային, փաստ է չէ որ չեն արել։ Ես ուզում եմ հասկանալ, ռազմական հանցագործության դեպքում չդիմել համապատասխան ընթացակարգերին
Եթե չի խոսում անարժանապատիվ վարքագծի մասին, ինչի մասին է խոսում։ Դու քաղաքական հարցը կարող ես բանակցել եւ զիջել։ Խնդիր չկա։ Փող զիջման գնալ, ինչ որ միտեղ միակողմանի զիջման գնալ, այդ ամեն ինչը ես հասկանում եմ։ Բայց քո զինվորներին գնդակահարել են, ռազմական հանցագործություն են գործել։ Եվ դու անգամ չես դիմում դատարան Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության տարածքում, որը հենց Ռոմի ստատուտի ընդունման բանն էր։ Հիմա կներեք, երբ որ Ռուսաստանից ասում էին, որ հայաստանյան իշխանությունները սա հատուկ անում են ընդդեմ հայ-ռուսական հարաբերությունների, ընդդեմ Վլադիմիր Պուտինի։ Մերոնք էլ ասում էին, դա մեր պաշտպանության համար է, մենք սրանով մեր իրավունքներն ենք պաշտպանում։ Հիմա պարզ դարձավ, որ սրանով իրենք մեր իրավունքները չեն պաշտպանում։ Պարզ դարձավ, որ սրանով իրենք իրականացնում էին հակառուսական քաղաքականություն, որի արդյունքում չստացան ոչինչ արևմուտքից, ոչինչ չստացան, հասկանում եք։ Տարան բոլոր հարթակներում Շարլ Միշել, Էնտոնի Բլինկեն, երևի բոլորը գոհ էին, որ Հայաստանը ընդունեց Ռոմի ստատուտը, այ որ Պուտինը գա Հայաստան նրանք կձերբակալեն, ու ոչինչ դրա դիմաց չստացավ։ Ու այսօր էլ պարզվում է, որ անգամ երկու կարևորագույն կետ զիջելով խաղաղության պայմանագրից չի ստանում համատեղ հայտարարություն, հասկանում եք։ Համատեղ հայտարարություն են, որ եղածը ընդհանրապես մի բան չի։ Կարային բարի կամք դրսևորեին։ Առավոտը Ալիևը լավ տրամադրության պարտանար, ասեր էդ էլ թող ոնց ուզում են տենց ան դրանից բան։ Էդ էլ մեր լավությունը ձեզ։ Որ ոչ մի բան իրենց համար չի նշանակում։ Այդքան անձեռնահաս, այդքան տհաս են մեր բանակցողները, հետո էլ նեղանում են, որ իրենց ասում են, բանը, դուք ձեր թուրք գործընկերների հետ ոնց որ լավ զրուցում եք, մեր հետ չեք զրուցում։ Հետո էլ նեղանում են դրանից։ Խի են նեղանում, ես չեմ հասկանում։ Կարծես իրենց համար դա արդեն նորմալ երևույթ է դարձել։ Արադ Միրզոյանը, եթե հաշվեք վերջին 2 տարիների շփումները, Բայրամովի ու Ֆիդանի հետ ավելի շատ զրույց է ունեցել, քան իր գործընկեր Լավրովի հետ։ Այդ ո՞նց է տենց լինում։ Չգիտեմ, բայց ամեն դեպքում այս տաղավարում նաև հայտարարում են, որ հապկից դուրս չեն գալիս, որովհետև չեն ուզում հարաբերությունները սրել, ես չեմ հասկանում ինչ է նշանակում դա։ Դե գիտեք, հիմա իրենք արդեն մեր սուվերենությունը այդ փաստաթղթով նվազեցրեցին։ Հիմա հապկից առաջ ասում էին, պահանջում ենք հապկի միջամտությունը, չէ՞։ Հետևողական են այդ պահանջի նկատմամբ։ Եթե հետևողական են, ո՞նց են սահմանափակում նույն այդ հնարավորությունը հայ-ադրբեջանական սահմանին դիտորդներ կամ խաղապահ ուժեր տեղակայելու։ Դուք հասկանում եք, սա պատմական մի փաստաթուղթ կդառնա, եթե ստորագրվի, ինչին ես ասացի, որ չեմ հավատում, բայց արդեն իսկ ֆիքսված է, որ հայկական կողմը համաձայնել է, որ մենք մեր սուվերենությունը սահմանափակում ենք նման հնարավորության համար։ Օրինակ Լիբանանի եւ Իսրայելի սահմանին 10,000-անոց ՄԱԿ-ի խաղաղապահ զորակազմ տեղակայված, ՄԱԿ-ի ԱԽ մանդատով։ Հիմա նման հնարավորություն Հայաստանը չի ունենա, ինչու, որովհետեւ Փաշինյանը սուվերենության այդ մի կտորն էլ զիջել է Ադրբեջանին։ Դա ինչ, այդտեղ խնդիր պիտի լիներ, եթե մենք վեճ ունենք Ադրբեջանի հետ եւ ուզում ենք ՄԱԿ-ի ենթադրենք մանդատով կամ հապկի խաղապահ զորակազմի տեսքով այդտեղ ունենանք հավելյալ բարձիկներ, չէ՞։ Այդ սուվերենությունն էլ զիջվեց։ Եթե մի քանի տարի առաջ ասեին, որ թուրքական լրատվամիջոցները Երևանում պիտի հարցազրույց Նիկոլ Փաշինյանը հարցազրույց տա նրանց, ես իրականում չէի հավատա դրան, կմտածեի, որ դա ինչ որ, չգիտեմ, աբսուրդի ժանրից է, բայց մենք տեսանք, որ ամսի 11-ից 12-ին լրագրողները եկել են, հարցազրույցը արդեն տեղադրված է եւ այն հայտարարությունները, որ հնչում են այդ հարցազրույցի ժամանակ, մեղմ ասած տարօրինակ են, որովհետև այդտեղ հայոց ցեղասպանությանը վերաբերող հարցեր կային, որոնք ավելի սուր պատասխաններ կարծում եմ պիտի ստանային, քան ստացան, եւ նմանատիպ այլ հարցեր։ Ոնց կգնահատեք առհասարակ այդ հարցազրույցը եւ մենք եթե խոսում ենք սուվերենություն զիջելու մասին, կարծես թե դա միայն մի պետության չենք զիջում, խոսքը Ադրբեջանի մասին է, մենք ամբողջ աշխարհին ենք մեր սուվերենությունը զիջում, հայտնում նաեւ Թուրքիային։ Չէ, գիտեք, հայտարարությունը ինչումն է, որ Հայաստանը իր պատմության մեջ առաջին հանրապետության կապիտուլացվել է Թուրքիայի նկատմամբ 2 անգամ, Բաթումի պայմանագիր եւ Ալեքսանդրապոլի, դա կարծես հայտնի է, բայց որ Հայաստանը կդառնա, այսինքն Հայաստանը դարձել էր թուրքական պրոտեկտորատ, դա մենք գիտենք եւ հասկանում ենք, որ Թուրքիան այն ժամանակ Օսմանյան կայսրությունը
ուժերով, ռեսուրսներով, անգամներով ավելին էր, քան Հայաստանը։ Բայց որ Հայաստանը իր սուվերենությունը կզիջի Ադրբեջանին, այդ դա մենք չենք պատկերացնի։ Եվ վերադառնալով այն հարցին, թե նորմալ է, որ թուրք լրագրողները եկել են Հայաստան, ես ձեզ ասեմ հետեւյալը, դա մի կողմ։ Այսքան զիջումներից հետո թուրք պաշտոնյան երեք հայտարարում է, որ Հայաստանի հետ փոխադարձ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հարցը անգամ այս պահին քննարկման ենթակա չէ բոլոր հնարավոր զիջումներից հետո։ Առաջ Փաշինյանը հայտարարում է, որ մենք արձանագրում ենք առաջ խաղացում այս հարցում։ Փաշինյանը չեմ մեջբերում իհարկե։ Ինձ համար շատ հասկանալի է Փաշինյանը ինչ է անում։ Ինքը ցանկացած լավ բան, վատ բան, ամեն ինչ կարձանագրի, որ 26 թվականին մարդկանց ասի խաղաղություն էիք ուզում, խաղաղություն էի խոստացել, այս դες խաղաղություն։ Էական չի ինչ տեսքով է։ Ես իր քաղաքականությունը լրիվ հասկանում եմ։ Ինքը մի խնդիր ունի այս պահին լուծելու։ Դա 26 թվականի ընտրություններին վերընտրվելն է մեծամասնություն ստանալով կամ իր համախոհ թուրքամետ ուժերից բանը, հա, կոալիցիա կազմելն է։ Խի եմ արդեն ասում թուրքամետ, որովհետև այդ մարդիկ ապացուցեցին Տրամպի ընտրություններից եւ վերջին զարգացումներից հետո, որ իրենք ոչ թե ամերիկամետ ու եվրոպամետ են, այլ իրենք պարզապես կրկնում են թուրքական նարատիվները Հայաստանում։ Եթե ստացվի այս ուժերի հետ կոալիցիա կազմել եւ այս պայմաններում հրաժարվել ցեղասպանության պահանջից, կատարել Ադրբեջանի բոլոր պահանջները եւ չստանալ անգամ անցակետի բացում, թե ես չգիտեմ ինչ համաշխարհային մասշտաբի խայտարակությունը։ Առաջ Թուրքիան ասում էր, վերադարձրեք 5 շրջանները, մենք մեր հարաբերություններն էլ վերականգնենք, ապա շրջափակումն էլ իրականացնենք։ Իսկ այսօր ամեն ինչ, գրեթե ամեն ինչ զիջվել է ու ամեն ինչ, հա, մի քանի բան է մնացել չզիջված, որը խոսքի մակարդակում արդեն զիջվել է, մի քանի բան է մնացել չզիջված։ Խոսքի մակարդակում զիջվել է, ինչ որ պահի դա էլ կփաստաթղթավորվի։ Այս իրավիճակում հայ ազգը, ով համաձայն չէ եղելության հետ եւ շարունակվող այնի ամենի հետ, ինչը պիտի լինի, ինչ հանի։ 20 Սպասել 26 թվականին։ Ասեմ, ուշ է։ Մի քիչ ուղղակի ուզում եմ հետ գնամ։ 21-22 թվականներին եւ պատերազմից հետո եւ հետընտրական այդ ծանր իրադրությունից հետո մենք մտածում էինք, որ երևի պետքա համախմբվել, երևի պետքա դիվանագիտական իմաստով աջակցել Փաշինյանին այս խնդիրները լուծելու համար։ Եվ մենք մեր քաղաքական վարկանիշի զողողությունների գնով փորձում էինք աջակցել այն կարմիր գծերին, որոնք հայտարարել էր Փաշինյանը, որոնցից մեկն էր տարածքային ամբողջականությունը Հայաստանի եւ Արցախահայության իրավունքների պաշտպանությունը իրենց բնորանում։ Մենք աջակցում ենք այս օրակարգին, որովհետև համարում ենք սրանք իրատեսական կարմիր գծեր։ Չենք համարում, որ կարելի է պաշտպանել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ Համարում ենք, որ կարելի է լուծել իրենց իրավունքների հարցը եւ համարում ենք, որ կարելի է լուծել տարածքային ամբողջականության հարցը։ Այն պահից, երբ որ այս երկուստ էլ կորսված համարվեց, մենք հասկացանք, որ այս մարդիկ ոչ միայն ունակություն չունեն այս խնդիրները լուծելու, որովհետև ունակությունը կարելի է բերել տարբեր այլ ուժերի միջոցով, այլ ռեսուրսների միջոցով։ Իրենք ցանկություն ու կամք չունեն դա անելու։ Իրենք ունեն իրենց մտքում մի ծրագիր, որը իրականացնում են, դրանից ավել բան չեմ տեսնում։ Եվ այո, 26 թվականի թիվ 1 խնդիրը Փաշինյանի համար դա ոչ թե խաղաղություն ապահովելն է, արժանապատիվ ինչ-որ վարքագիծ ապահովելն է եւ դիվանագիտական լուծումներ ապահովելն է, այլ վերընտրվելը։ Հիմա կստացվի իր մոտ թե չէ, ես արդեն վախենում եմ ասել, որ իր մոտ չի ստացվի, որովհետեւ այս քարոզչությունը, որ իրենք իրականացնում են, իր ազդեցությունը ունենում է, մարդիկ ասում են, Հայաստանը երբեք այսքան մոտ չի եղել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգնմանը, ինչ ասեմ։ Վերադառնում ենք կրթությանը, որ ամեն ինչ սկսվել է վատ սովորելուց։ Դե բնականաբար մարդիկ պատմություն եկեք ֆիքսենք, որ չգիտեն։ Իսկ պատմություն ասելով ես նկատի չունեմ գնանք հասնենք Փաշինյանի ասած when the Tigran the Great, որ բանակցում էր Մյունխենում։ Նկատի ունեմ ընդամենը 100 տարի առաջ եղած պատմությունը, որ մարդիկ իմանան ոնց ձևավորվեց առաջին հանրապետությունը ու ոնց կործանվեց։ Ես Փաշինյանի վարած քաղաքականության մեջ գրեթե ոչ մի տարբերություն չեմ տեսնում
Նրան ինչ որ եղավ առաջին հանրապետության կապիտուլյացիայի ժամանակ։ Հիմա Փաշինյանը իրականացնում է այս նույն քաղաքականությունը եւ ունենալով ավելի մեծ ռեսուրսներ, ավելի մեծ հնարավորություններ։ Սա ես չգիտեմ, խայտարակություն է։ Ես շնորհակալ եմ ձեզ զրույցի համար, իսկ մեզ լսողներին եւ դիտողներին հիշեցնում եմ, որ Թարմ ուղեղով իմ զրուցակիցը Լուսավոր Հայաստան կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաչակյանն էր, ձեզ համար աշխատեց Մոնիկա Մամյանը, հետևեք Գործարալիքին, կհանդիպենք։